Ժողովուրդ ջան, ուրեմն մի քանի օր առաջ Սյունիքի մարզում ադրբեջանցիների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Փորձեմ հակիրճ նկարագրել ինչի մասին է խոսքը։ Ինձ շատ ծանոթ մարդիկ Երևան գալուց տեսնում են, որ ավտովթար է տեղի ունեցել պարսկական պետհամարանիշներով մեքենա, կանգնում են, զանգում են 102, 103, մինչ շտապօգնությունը, ոստիկանությունը կգա, փորձում են ինչ-որ մի բանով օգնեն։ Այդ մարդկանց հետ զրույցի ժամանակ այս մարդիկ պատմում են, որ իրանք պարսկական անձնագրերով ազգությամբ ադրբեջանցիներ են, ովքեր աշխատում են Շինոհայրի դպրոցի շինարարության վրա, որից հետո եւս մի մեքենա է մոտիկանում իրենց բրիգադիրը, ով նույնպես հանդիսանում է ազգությամբ ադրբեջանցի։ Տղեկը փորձել են անձնագիր խնդրել, որպեսզի անուն ազգանունները նայեն, հաջորդ օրը փորձել ենք շինհրապարակից ինչ որ մի պատրվակով անձնագրեր ստանանք, որպեսզի հասկանանք ինչ անձնագրեր ունեն, պարզա որ չենք ստացել։ Ժողովուրդ ջան, Փաշինյանը իր 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագիրը սկսել է արդեն։ Դուք հասկանում եք, դուք գիտակցում եք, որ Սյունիքի մարզում պետական դպրոցի շինարարության վրա աշխատում են ադրբեջանցիներ։ Ադրբեջանցիներն են կառուցում մեր դպրոցը։ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու Հայաստան բերել 300,000 ադրբեջանցի։ Չի ստացվելու։ Սամվել Կարապետյանը բերելու է մեր երկրին եւ մեր ազգին իրական փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանի 300,000 ադրբեջանցի Հայաստանում ծրագրի փոխարեն Սամվել Կարապետյանը բերելու է Հայաստան 300,000 նոր աշխատատեղ Հայաստանում հայերի համար։ Մեր երկրին փոփոխություններ են պետք, եւ այդ փոփոխությունները կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը։